Իրականում այս օրը քրիստոնեական կյանքի մեջ յուրահատուկ կարևորագույն դեր ու նշանակություն ունի, որովհետև դա մի հաղթական մուտք է համարվում Քրիստոսի կողմից ամբողջ քաղաքի մեջ Երուսաղեմում, տաճարի մեջ եւ միևնույն ժամանակ մարդկանց սրտերի մեջ։ Այսօր խոսենք հենց այս 3 կարգավիճակներում եղող մուտքի մասին։ Դա նշանակում է, որ ես ու դու պիտի մեր սրտերը բացենք, որպեսզի թույլ տանք, որ փառքի թագավորը գա մեր կյանքի մեջ։ Այսօր այդ օրն է, որ փառքի թագավորը գա մեր կյանքի մեջ։ Այո, շատերս ընդունել ենք Աստծո Սուրբ Հոգին, շատերս ծառայություն ենք մատուցում իրան, բայց շատ կարևոր է, որ ամեն մեկ օրը, ամեն մի ակնթարթը վայելենք փառքի Տիրոջը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուրեմն հենց խոսենք Քրիստոսի հաղթական մուտքի մասին, որ ինքը մուտք գործեց Երուսաղեմ, Աստծո տաճար եւ մարդկանց սրտերում էլ։ Եվ դրա համար եկեք բացենք մենք մեր Աստվածաշունչը, հենց Սաղմոս 76:1-ից 3-րդ համարը եւ միասին կարդանք, այնտեղ Աստվածաշունչը բացահայտ ներկայացնում է ասելով. Աստված հայտնի է Հուդայի մեջ, նրա անունը պատվական է իր ժողովրդի մեջ, եւ Սաղեմի մեջ է նրա խորանը եւ նրա բնակարանը Սիոնի մեջ։ Ամեն։ Հրաշալի Աստված, ուզում եմ տեսնես, որ Աստված իրականում ուզում է, որ ես ու դու հայտնի անենք իր անունը եւ հենց ինքը հայտնի լինի մեզ համար։ Եվ Հուդա ինքը բառացիորեն նշանակում է գոհություն, փառաբանություն։ Նշանակում է, որ մեր սրտում գոհությունն ու փառաբանությունը հենց հայտնի է անում մեզանում Աստծուն եւ մեզանով էլ հայտնի է անում ողջ մարդկությանը։ Դա նշանակում է, որ ես ու դու պիտի շարունակաբար, կարող ես ասել շարունակաբար մեր սրտի մեջ գոհություն մատուցենք Աստծուն, որովհետև հենց այդ գոհությունն է, որ հայտնի է անում Աստծուն մեր կյանքում եւ մեր միջոցով էլ։ Եվ տեսնում ենք, որ Աստծո անունը շնորհված է, կոչված է Աստծո ժողովրդի վրա։ Մեր վրա կոչված է Աստծո անունը եւ Աստծո ժողովուրդն է, որ պիտի Աստծո անունը, այստեղ գրված է, պատվական պահի։ Պատվական պահելը դա արդեն իսկ մեր կյանքում, մեր սրտում, մեր ընտանիքում, մեր ազգի ու մեր երկրի մեջ դա մեր պատասխանատվությունն է։ Այո, Աստված շնորհել է մեզ, վստահել է մեզ, իր անունը կոչել է մեզ վրա, բայց ես ու դու որպես իր ժողովուրդ պիտի այդ անունը պատվական պահենք մեր կյանքերում։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ Աստծո խորանը դա սրբության սրբոցն է, որտեղ մարդը ամբողջապես կենթանի հաղորդակցություն է ունենում Աստծո հետ եւ իր արարչի հետ, եւ Սաղեմը դա Աստծո արդարությունն է եւ խաղաղությունն է, հենց Քրիստոսով եղող արդարության եւ խաղաղության շնորհիվ է, որ Սուրբ Հոգին գալի ու բնակվում է մեր կյանքերում։ Քանիսներս ենք վայելում Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում, եւ քանիսներս ենք հենց վերապրե այդ փորձառությունը եւ հենց այդ զորությամբ էլ շարժվում ենք առաջ։ Դա նշանակում է, որ ինքը Քրիստոսը այս ամենը շնորհեց մեզ, բերելով մեր կյանքում Աստծո անունը, բերելով մեր կյանքի մեջ Աստծո ճանաչողությունը, բերելով մեր կյանքում Աստծո արդարությունն ու խաղաղությունը եւ դրա հիման վրա մեզ լեցրեց Սուրբ Հոգու զորությամբ։ Այստեղ բացահայտ տեսնում ենք, որ ուրեմն հաջորդ բանը, որ ներկայացված է, Սիոնը դա Աստծո եկեղեցին է, Աստծո տունն է, Եսայի մարգարեության 62:11-ում այնտեղ հստակ ասվում է, որ ասացեք Սիոնի աղջկան, ասացեք Սիոնի աղջկան, ահա քո փրկիչը գալիս է։ Գալիս է քեզ ազատելու եւ գալիս է քեզ պարգևներ շնորհելու եւ քո թշնամիներին խափանելու։ Ամեն։ Օրհնյալ է մեր Աստված։ Հենց Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Քրիստոսի մուտքը տաճար, Քրիստոսի մուտքը մարդկանց սրտերի մեջ հենց սրա համար է, որ գա եւ մեր կյանքում բերի աստվածային պարգևներն ու շնորհները եւ ազատագրի մեզ եւ ինչի՞ չէ նաեւ խափանի ամեն տեսակ թշնամու ներգործություններն են։ Ամեն։ Ուրեմն
Այստեղ բացահայտ տեսնում ենք Աստծո, Բարձրյալ Աստծո ամենակարող զորությունը, անսահման իշխանությունը եւ Քրիստոսով եղող ամբողջական հաղթությունն ու նրա փառքի ճոխությունը։ Դանիել մարգարեն 11:32-ում ասում է, որ Աստծուն ճանաչող ժողովուրդը, Աստծո անունը պատվական պահող ժողովուրդը, Աստծո իր սրտի մեջ ընդունող ժողովուրդը կզորանա եւ հաղթական կլինի։ Ամեն։ Դա նշանակում է, որ եթե յուրաքանչյուրս ուզում ենք, որ մենք զորանանք եւ հաղթական լինենք, այնպես չի, որ կլրանա մեր 100-րդ տարին հոգևոր կյանքի մեջ եւ մենք հաղթական կլինենք, ոչ։ Բարձ գրված է. իր Աստծուն ճանաչող ժողովուրդը, իր Աստծուն ընդունող ժողովուրդ, իր Աստծո անունը պատվական պահող ժողովուրդը կզորանա եւ հաղթական կլինի։ Ամեն։ Այսօր հենց այդ օրն է, որ թույլ տանք, որ Քրիստոսը մեր կյանքում իրականացնի այս ամենը։ Ուրեմն եկեք, որ ապրենք ճիշտ այնպես, ինչպես որ Աստված է ուզում, այսինքն տեսնի, որ իր ժողովուրդը զորացած է եւ հաղթանակած։ Ամեն։ Ուրեմն Հռոմեացիների 11:26-ում այնտեղ մեջ բերում է անուն Եսայի մարգարեության 59:20 համարում, որտեղ գրված է այսպես, որ Սիոնից կգա քո փրկիչը եւ ազատություն կշնորի բոլոր նրանց, ովքեր Աստծո անունն են կանչում։ Ամեն։ Սիոնից կգա քո փրկիչը եւ կազատի բոլոր նրանց, ովքեր Աստծո անունն են կանչում։ Այստեղ տեսնում ենք, որ Սիոնի մեջ է Աստծո բնակավայրը, Սիոնի մեջ է Տիրոջ ներկայությունը, նրա գերբնական զորությունը եւ ինչի՞ չէ Սիոնի մեջ է, որ Աստծո յուղը գալիս է իրան հավատացողների վրա եւ Աստված հենց այնտեղ է Սիոնում նա պատրաստել իր օրհնությունն ու կյանքը եւ շնորհքի ճոխությունը ամեն հավատացողի համար։ Երուսաղեմը հին ժամանակներում կոչվում էր հենց Սաղեմ։ Դա կոչվում է Աստծո արդարության եւ խաղաղության քաղաք։ Եբրայեցիների գրքի 7-րդ գլուխ 1-2 համարներում այնտեղ Սուրբ Գիրքը շեշտադրում է ասելով, որ Մելքիսեդեկը Բարձրյալ Աստծո քահանա էր եւ Սաղեմի թագավորը, Աստծո արդարության եւ խաղաղության թագավորը։ Մենք այն կարող ենք կարդալ Ծննդոց 14 գլուխ 18 համարից եւ կտեսնենք, որ այո Մելքիսեդեկը, որ Բարձրյալ Աստծո քահանան էր, արդարության եւ խաղաղության թագավորը, նա դիմավորեց Աբրահամին, հիշում եք, երբ որ Աբրահամը ազատեց Ղողտին գերությունից եւ հիմի Մելքիսեդեկը դիմավորում է հաց ու գինիով։ Եբրայեցիների նույն գրքում ենք 5 գլուխ 6 եւ 10 համարներում եւ 6-րդ գլուխ 20 համարում շեշտադրված է Սաղմոս 114-ը, որտեղ բարձ ասվում է, որ Աստված երթվեց, Աստված երթումով ասեց, եւ քանի որ Աստված երթումով ասեց, անհնարին է այս խոսքը հերկել կամ ջնջել։ Հավիտյան այս խոսքը մնում է եւ ունի զորություն, կարողություն եւ մենք չպիտի աղավաղենք այս խոսքը եւ այնտեղ բացահայտ ասված է այսպես, որ Քրիստոսը հավիտենական քահանայապետ է Մելքիսեդեկի կարգի պես։ Ամեն։ Ամեն։ Եվ հիմի արդեն Մատթեոս 21-ում 8-ից 10 համարներում Հիսուս Քրիստոսը, որ արդարության եւ խաղաղության թագավորն է, որը Բարձրյալ Աստծո քահանան է, որը Աստծո տան Աստվածն է, մուտք գործեց Երուսաղեմ։ Գրված է ամբողջ քաղաքը դղրդաց։ Սիրելիս, դա ճշմարտություն է։ Հիսուսը, որպեսի գար Աստծո տաճարը եւ որպես Աստված ներկայանար, նախ պիտի մուտք գործեր այն վայրը, որտեղ Աստծո տունն էր, Աստծո տաճարն էր, եւ մենք գիտենք, որ Աստծո տաճարը Երուսաղեմում էր, որ այս նշանակում է Սաղեմ, եւ ինքը Քրիստոսը մուտք գործեց որպես արդարության թագավոր, մուտք գործեց քաղաք եւ որպես հավիտենական քահանայապետ, որպես այդ տաճարի Աստված մուտք գործեց տաճար։ Ամեն։ Եվ այնտեղ տեսնում ենք, որ ամբողջ քաղաքը դղրդաց եւ ամբողջ ժողովուրդը մեծ ուրախությամբ եւ ցնծությամբ դիմավորում էր Քրիստոսին։ Ոմանք իրենց հանդերձներն էին հանում փռում Քրիստոսի ոտքերի առաջ ճանապարհին, ոմանք
Ծառերի ճյուղեր էին պոկում, տերևախիտ ճյուղեր եւ հենց արմավենու ճյուղեր եւ փռում էին ճանապարհին դիմավորելով Հիսուս Քրիստոսին որպես թագավորների թագավոր, որպես փառքի թագավոր, որպես տերերի տեր եւ իրականում որպես Աստծո տաճարի Աստված։ Իրանք ուրախությամբ տոնակատարություն էին անում եւ հենց իրանք էլ աղաղակում էին Օսաննա Դավթի որդուն։ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Օսանաներ բարձունքներում, որ նշանակում է, որ Տիրոջ օրհնությունը այսօր է։ Տիրոջ օրհնությունը Դավթի որդու միջոցովն է։ Տիրոջ փրկությունը հիմա է։ Փրկիր ով Տեր, դու ես իրական ու ճշմարիտ փրկիչը։ Ժողովուրդը դա ընկալում էր եւ այդպես գոհությամբ ու ցնծությամբ ընդունում էր։ Եվ դա անում էր նույն ցնծությամբ եւ ուրախությամբ, ինչպես որ Ղևտացիների գրքում 23:40-ում պատվիրված էր, այսպես կարդում ենք այսպես. Պտղաբեր ծառերից, գեղեցիկ ու տերևախիտ ծառերից, արմավենու ծառերից եւ ուրի ծառերից ճյուղեր վերցրեք եւ ձեր Տեր Աստծո առաջ 7 օր ուրախության տոնակատարություն արեք։ Ժողովուրդը դիմավորում էին Քրիստոսին որպես հենց իրենց Տեր Աստվածը, թափահարելով այդ ճյուղերը։ Իրանք գիտեին, որ այս խոսքը խոսվում է Աստծուն գոհության պատարակ մատուցելու մասին եւ 7 օր ուրախությամբ պիտի ցնծային Աստծո առաջին։ Հիմի ժողովուրդը նույն ուրախությամբ տոնակատարություն էր անում, դիմավորում էր թագավորին, փառքի Աստծուն, բայց այնտեղ եղող քահանաները, օրենքի ուսուցիչները, փարիսեցիները եւ սադուկեցիները իրանց ներսում հակառակությունով էին լեցված։ Իրանց ներսում ունեին ատելություն եւ ամեն ինչ անում էին, որ այս ժողովրդի այս միամիտ, պարզ, հավատացյալ ժողովրդի միտքը պղտորեին։ Եվ ընդամենը մեկ շաբաթ հետո այս նույն ժողովուրդը, որ տվյալ պահի մեջ թափահարում էին այդ ճյուղերը, հանդերձները փռում ճանապարհին եւ ասում էին օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, ընդամենը մի շաբաթ հետո աղաղակում էին. Խաչեք դրան։ Ինչի, որովհետեւ փարիսեցիները, օրենսգետներն ու սադուկեցիները քրոնական համակարգի մեջ եղող մարդիկ զինվելով սատանայական ամբողջ մտքով եւ նպատակներով հաջողվեց իրանց կյանքում ժողովրդի մեջ հակառակություն բերելու։ Նույն բանը կատարվում է այսօր։ Ուղղակի ֆուտլյարներն են փոխված, դիմակներն են փոխված, գործում է նույն ոգին Աստծո հոգու դեմ, բայց գիտենք, որ ի սկզբանե այդ ոգին խափանված է, որովհետև Հիսուս Քրիստոսը իր հաղթական մուտքը արեց եւ Աստծո քաղաքը արդարության եւ խաղաղության քաղաքը եւ մուտք գործեց հենց Աստծո տաճարը որպես Աստված։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ Մատթեոս 21-ում, 12 եւ 13 համարներում արդեն իսկ Հիսուսը որպես տերերի տեր, թագավորների թագավոր, որպես Աստծո տաճարի Աստված մուտք գործեց Աստծո տաճար, նայեք խոսքը։ Գիտես, այնտեղ ոչ ոք իրան չէր սպասում։ Այնտեղ ոչ ոք իրար չէր սպասում։ Քաղաքում դիմավորեց ժողովուրդը, բայց տաճարում տիրում էր կրոնական համակարգի ղեկավարումը, իշխանությունը, այսպես ասած, կոնտրոլը, հա? Եվ այնտեղ ոչ ոք չէր սպասում Հիսուսին, բայց Հիսուսը որպես Տեր եւ թագավոր մուտք գործեց տաճար եւ գրված է այնտեղից դուրս հանեց բոլոր առուծախ անողներին։ Եվ ասում է, որ փողողների սեղանները եւ աղավնի վաճառողների սեղաններն ու աթոռները կոտրատեց եւ ասեց. գրված է իմ տունս։ Հիսուսն ասում, ինքն եկել էր իր տունը։ Ասում է, իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ավազակների ворջ եք դարձրել այն։ Այս խոսքերն ասում էր փարիսեցիներին, օրենքի ուսուցիչներին, սադուկեցիներին, որովհետև հենց նրանք էին տիրում տաճարի մեջ ամեն իրավիճակի վրա, ամեն բանի վրա իրանք տիրում էին, եւ իմի Հիսուսն ասում է, որ իմ տունը պիտի աղոթքի տուն կոչվի։ Հարազատս նայի, Աստված ընտրել է ինձ ու քեզ։ Մենք իր համար
տուն ենք կոչվում, Աստված բնակվում է մեր մեջ։ Եթե չկա այդ աղոթքը մեր անհատական կյանքում, հաստատ ասեմ քեզ, ոչինչ որ վատ կզգաս, բայց ուշադիր լսի, հաստատ ասեմ քեզ, եթե բացակայում է աղոթքի կյանքը մարդու կյանքում, որ արդեն իսկ ինքը Աստծո կենդանի տաճարն է, այդ տաճարում աղոթքի բացակայությունը փաստում է, որ այդտեղ ինչ որ չա դարձած։ Ուրեմն լավ կլինի, որ ես ու դու վերանայենք մեր հավատքի կյանքը, աղոթքը այն պահը չի, որ գալիս ենք եկեղեցին, Պարաբանության ավակն ասում է բարձրացրեք ձեռքերը, բարձրացնում ենք, ասում է կանգնեք, կանգնում ենք, ծափտում։ Դա աղոթք չի, դա քո անհատականը չի, դու կարծես թե ընկել ես մի հատ հոսանքի տակ, չէ՞ դա նմանանալու որ խորի հետ երգում ես, կարծես դու երգիչ ես, բայց երբ որ առանցին ես երգում, ականջները դու փակում ես, դա նշանակում է, որ եթե դու չունես անձնական աղոթքի կյանք, ինչքան այստեղ ուզում ես գոռա ձեռքեր թափանի, մեկ Աստված նայում է քո անձնական անհատական կյանքին։ Կա աղոթք, դա աղոթքի տունա, չկա աղոթք, դա ինչ որ բանի որջան։ Ուշադիր ես։ Եվ հիմի ասացի, որ Քրիստոս դա ասում էր այն մարդկանց, ովքեր վերահսկում էին Աստծո տաճարը, եւ տեսանք, որ ինքը Քրիստոսը Փարքի թագավորը ներս մտավ եւ Աստծո տաճարը ազատագրեց ամեն կապանքներից։ Ինքը այո, քաղաքը դղրդաց, որովհետև ամենքն ասում էին սա ով է, եւ ոմանք ներկայացնում են, որ սա մեծ մարգարեն է, որն Աստված խոստացել էր, հա, իր ժողովրդին փրկելու համար, եւ հիմի մտել է տաճար, որտեղ իրան ոչ ոք չէր սպասում։ Նայ, մենք կարող ենք գալ եկեղեցի, բայց չսպասենք, որ ինքը Տերը մեր ներսում է, որովհետև մենք եկեղեցի ենք։ Ուշադիր ես։ Եվ մենք կարող ենք գալ եկեղեցի եւ մեր ներսում լիքը արուծախը լի աշխարհքի հետ։ Օրինակ հիմի շատերս նստած ենք այստեղ եւ մեր միտքը էլի արուծախի մեջ է։ Այստեղ է։ Ուրեմն այդ օրը տաճարի մաքրման ու ազատագրության օրը եղավ։ Ամեն այդ օրը պատմության մեջ հիշատակվում է մինչև այսօր, որ այդ օրը Հիսուս Քրիստոսը ազատեց իր տաճարը, իր տունը ազատեց ոչ թե օտարոտի թշնամիներից, ուշադրություն դարձրեք, այլ ազատեց կրոնական համակարգից, կոնտրոլի ազդեցությունից, ամեն վերահսկողությունից, փարիսեցիական մտածելակերպից, օրենքի ուսմունքներից եւ էլի ու էլի օտարոտի ու օտարածին անաստվածային ներգործություններից։ Եվ հիմա Հիսուսը նույնն անում այսօր մեր կյանքի մեջ։ Առաջի Կորինթացիներ, բացել եք Աստվածաշունչը։ Առաջի Կորինթացիներ 3-րդ գլուխ 16 եւ 17 համարներում ասվում է. չգիտեք, որ դուք եք Աստծո տաճարը, որովհետև Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Մենք քիչ առաջ խոսում էինք, որ Հիսուսը մուտք գործեց Աստծո տաճար եւ այնտեղ հանեց ուրեմն արուծախանողներին ու միշտ մտածում ենք, որ դրանք անպայման հենց սադուկեցիներն են, քահանաները, սև հակասները, բայց լսեք, գրված է այստեղ, որ դուք եք Աստծո տաճարը։ Հիսուսն ուզում է իմ ու քո կյանքիցը ազատ անի, Պոկին, արմատախիլանի, բոլոր այն մտածելակերպն ու համոզմունքները, որ կան մեր կյանքում, որոնք աշխարհքի հետ առուծախի մեջ են։ Ասում է, չգիտեք, որ դուք եք Աստծո տաճարը, ինչի ենք մենք Աստծո տաճարը, որովհետև Աստծո Սուրբ Հոգին բնակվում է ձեր մեջ։ Հարազատս, կարող ես հաստատել, որ Աստծո Սուրբ Հոգին արդեն իսկ բնակված է քո մեջ, եւ դու ըստ Աստծո խոսքի համարվում ես Աստծո տաճար։ Եվ եթե որևիցե մեկը Կա քո Աստվածաշնչում, մի մտածի, որ ես եմ գրել։ Եթե որևիցե մեկը Աստծո տաճարն ապականի ու քանդի, Աստված էլ նրան կկործանի եւ Կորոսյան կմատնի, որովհետեւ Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ սուրբ տաճարները։ Ամեն։ Դա ոչ միայն կողքինիդ է վերաբերվում, այլ հենց քեզ ուղիղ։ Դու Աստծո սուրբ տաճարն ես։ Աշխատի, որ այդ սրբությունը պահես։ Դու արդեն իսկ Աստծո սուրբ տաճարն ես, որովհետև Աստծո սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, ասում է փաստացի սա է, որ դու կոչվում ես Աստծո տաճար, ոչ թե նրա համար, որ չգիտեմ,
Այստեղ գալուց առաջ լողացել ես, մազերը վարսավիրել ես, ֆենել ես, չգիտեմ ինչ ես արել, դրա համար չի, որ դու Աստծո տաճար ես, հասկանում ես, այլ որ դու ընդունել ես քո կյանքում Աստծո Սուրբ Ոգին, քանիսներս կանք, որ ընդունել ենք Աստծո Սուրբ Ոգին։ Գրված է, որովհետև Աստծո Սուրբ Ոգին բնակվում է քո մեջ, դու Աստծո տաճար ես, եւ Աստված ուզում է, որ իր տաճարը սուրբ լինի։ Ամեն։ Սուրբ պահի է տաճարը։ Թույլ մի տուր, որ թշնամին քանդի է տաճարը։ Եվ գրված է, որ որևիցե մեկը եթե փորձի Աստծո տաճարը քանդի կամ ապականի, Աստված էլ նրան կկործանի եւ կորստյան կմատնի, որովհետեւ ասում է դուք Աստծո տաճարն եք։ Ինչպես Հիսուսը 2000 քանի տարի առաջ մտավ Երուսաղեմում եղող Աստծո տունը ազատագրեց, այնպես հիմի ինքը իր խոսքով Սուրբ Հոգուզորությամբ մուտք է գործում մեր կյանքում որպես Աստծո տաճար եւ մեր մտքից, հասկացողությունից, ժառանգական ամեն անաստվածային կապերից, մեր ապրած կյանքից ջնջում ու արմատախիլ անում Աստծուն ոչ հաճելի ամեն իրավիճակները եւ հələ մի բան էլ ասում է սուրբ պահիր այդ տաճարը, որ դու ես, որովհետեւ Աստված ուզում է իր տաճարը տեսնի սուրբ բժշկված, ազատագրված ամեն օտարոտի ներգործություններից է, ամեն։ Դա նշանակում է, որ ամեն օտարուսմունքը չպիտի լինի քո մեջ, հարազատս, որովհետև դու Աստծո սուրբ տաճարն ես։ Նույն գրքում ենք Առաջի Կորինթացիների գիրք 6-րդ գլուխ, ուրեմն 19-20 համարներում այսպես է ասվում. Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար է, որը Աստված Քրիստոսով շնորհեց ձեզ։ Սուրբ Հոգին Աստված Քրիստոսի միջոցով շնորհեց մեզ, ամեն, եւ մենք ընդունելով Սուրբ Հոգին դարձանք Սուրբ Հոգու տաճար, որն էլ բնակվում է մեր մեջ Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն։ Նա կգա ասեց եւ կբնակվի ձեր մեջ, ամեն։ Եվ ասում է իմացած եղեք, այս ամենը որ գիտենք, իմացած եղեք, դուք ձեր անձերի տերը չեք։ Դուք ձեր անձերի տերը չեք։ Ամեն։ Այլ Աստված է ձեր անձերի տերը, ինչի, որովհետև Քրիստոսի միջոցով մեծ փրկագին վճարվեց ձեզ համար։ Ուրեմն ապրեք այնպես, որ Աստված փառավորվի ձեր մարմիններով։ Ահա սա է Աստծո սրտի փափակը յուրաքանչյուր անձի համար, ով որ ընդունել է Աստծո Սուրբ Հոգին եւ կոչվում է Աստծո տաճար։ Ապրես այնպես, որ Աստված փառավորվի քո մարմնում։ Ոչ միայն սրտիդ մեջ, ոչ միայն հոգուդ մեջ, այլ քո մարմնում Աստված փառավորվի, որովհետև քո մարմինը, նայ, քո մարմինը, այն որ դու տեսնում ես, դա քոնը չի, դու չես դրա տերը, այնպես որ դրան լավ նայի։ Սկվազնագի տակ մի գցի, դևերի հարձակմանը մի ենթարկի, դա քո մարմինը դա քոնը չի, դա Աստծո սեփականությունն է։ Ես ու դու քաղցր ջան, ընդհանրապես մեր հոգին, շունչը, մարմինը, մեր տունը, տեղը, ունեցվածքը, մեր ազգը, երկիրը, աշխարհն ամբողջությամբ իր լիությունով պատկանում է նրան։ Եվ նա մուտք է գործում իրեն պատկանող ամեն իրավիճակների մեջ։ Թույլ տուր նրան դա անելու այսօր հիմա Հիսուսի զորավոր անունով։ Ուրեմն եկեք ապրենք այնպես, որ Աստված ինքը փառավորվի մեր մարմններում եւ սա հենց Աստծո կամքն ու ծրագիրն է մեզ համար։ Մատթեոս 21-ում ենք։ 14 համարում, երբ որ արդեն Հիսուսը մտավ տաճարը, մաքրեց այդտեղ ամեն ախտեղությունը, հա, եւ դուրս անեց առուծախ անողներին, հիմի գրված է, որ տաճարում ավետարանն ասում, փաստացին է, ասում է Աստծո տաճարում կային շատ կաղեր եւ կույրեր եւ իրենք մոտեցան Հիսուսին։ Աստծո տաճարի մեջ կային կաղեր եւ կույրեր, մոտեցան Հիսուսին եւ գրված է Հիսուսը բոլորին էլ բժշկեց։ Փաստացի Աստված չի ուզում, որ իր տան մեջ որևիցե մեկը հիվանդության ախտանիշ ունենա, իր հոգու, շնչի եւ ֆիզիկական ոլորտում էլ։ Աստված մաքրում է ամեն անաստվածային ներգործությունները։ Դրանք կապ չունեն, անեծք են, կրոնական են, հիվանդություն են, ժառանգական են, դա արատա, դա պիտի մաքրվի Աստծո տաճարից, որը դու ես այդ տաճարը։ Ամեն։
Եվ գրված է, որ իրանք մոտեցան։ Եկեք այսօր մենք մոտենանք, նա մտել այդ տաճարի մեջ։ Մոտեցրու Քրիստոսին, բեր իր ներկայության մեջ, քո կյանքում եղող խնդիրները, քո ընտանիքում եղող խնդիրները, ամեն բան մոտեցրու Քրիստոսին, որովհետև ինքը այն հաղթական մուտքն արել է, որպեսզի ոչ միակ ուղղակի մտնի տաճարը ու տեսնի տաճարը, որ իրան է պատկանում, այլ որ այդ տաճարի մեջ բերի Աստվածային ամբողջական կամքն ու ծրագիրը։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո ամբողջական կամքն ու ծրագիրն էր, որ տաճարը մաքրվի եւ միևնույն ժամանակ տաճարում եղող հիվանդները բժշկվեն։ Այսօր մեր օրն է հարազատս։ Ամեն օրն է մեր օրը, բայց ամեն մի օրը Աստված յուրահատուկ է ստեղծել, որ մենք ամեն մի օրվա մեջ կարիք ունենանք իր ներկայությանը։ Լսի, դու 3 կամ 3 առաջի օրը ամեն մի օր 24 ժամ իր վայրկյաններով մեկտեղ շնչել եւ արտաշնչել ես, չէ՞։ Որ մեկն է արթնանում առավոտ ու ասում, քանի որ ես մի քանի օր առաջ շնչել եմ, էլ պիտի չշնչեմ։ Էմի շնչի։ Ումն է զինջանելու։ Էնպես էլ Աստված այդ օրը, որ պատրաստել է մեզ համար, ամեն օրը լցրել է իր աստվածային ներկայությունով, օրդության լիությունով, սիրո քաղցրությունով, հոգու զորությունով, հասկանում ես ամեն մի օրվա մեջ ինքը կա։ Եվ մենք ամեն մի օրվա մեջ հենց իրան այդ օրը պիտի ընդունենք։ Շատերս ապրում ենք Աստծո մասին հիշողություն ունենալով։ Հիշում ես, այս ինչ տեղը, այս ինչ ճամբարում, այս ինչ ուրեմն կոնֆերանսում, այս ինչ ժողովի ժամանակ մի 10 տարի առաջ էր, հիշում ես ոնց վայելեցինք, ու դες երազանքի մեջ են հիշում, բայց ամեն օր, հարազատս, ամեն օր։ Գրված է Սիոնուն Աստված պատրաստել իր ներկայությունը եւ այնտեղ բերել է հոսող յուղը եւ հիմա հոսեցնում է ամեն ընդունողի վրա։ Ամեն իր ցողը բերում է այնտեղ, իր փրկությունը, ամեն։ Եվ հենց սա է Աստծո կամքը մեր կյանքում, որ Տիրոջ տաճարը, որ մենք ենք, Քրիստոսի մուտք գործելով, սրբացվի, ազատագրվի, բժշկվի ամեն ախտեղությունից, ֆիզիկական եւ հոգեվոր ամեն ախտեղությունից, հիվանդությունից եւ տկարությունից նել, եւ ամբողջապես, որ այդ տաճարը լինի սուրբ։ Եվ որ խոսում ենք տաճարի մասին, պիտի հասկանանք, եկեղեցին Քրիստոսի պիտի հասկանա, որ տաճարը ինչ որ մի շինություն չի։ Տաճարը, Աստծո տունը, դա Աստծո Սուրբ Հոգով վերածնված, փրկագնված ժողովուրդն են եւ իրանք անհատներ են, բայց Պողոս առաքյալը ասում է, երբ որ եկեղեցին մեկտեղ հավաքվի, չէ՞, դա նշանակում է, որ առաքյալը փաստում է, որ եկեղեցին դա կազմված է անհատ մարդկանց ներկայությունով։ Փրկագնված մարդկանց ներկայությունով։ Մեկտեղ հավաքվի չի ասում, երբ որ տաճարները շինված, չգիտեմ, շինությունները քարե կամ մոնոլիթ, հա, մեկտեղ հավաքվի, չէ, իհարկե շատերն մոնոլիթ են, բայց դրա մասին հետո ասածս էս է, որ ես ու դու պիտի թույլ տանք, որ Քրիստոսը մաքրի մեզ, սրբացնի մեզ։ Այսօր է դորն է, ամեն, հալելույա։ Դրան դեմ էին միայն փարիսեցիները, օրենսգետները, սադուկեցիները, որ չէին հավատում հոգուն, հարությանը, հրեշտակներին, ընդհանուր առմամբ։ Եվ փարիսեցիները, որ աշխատում էին միայն երևային դրսից, որ հավատացյալ են, բայց ներսից ավիրված գերեզմաններ են, դա Հիսուսն է ասում։ Եվ օրենսգետները, որ փորձում էին օրենքի կետերը կիրառումով Աստծուն հաճելի լինեին եւ այդպես էլ չկարողացան, դրա համար էլ Հիսուսն եկավ, որովհետեւ եթե օրենքի կիրառումով մարդը արդարանար, Հիսուսի գալը իզուր կլներ, խաչը իզուր կլներ, ամեն։ Այստեղ եք, համաձայն եք, ինչ եք ասում։ Ամեն, ամեն։ Հալելույա։ Ուրեմն թույլ տվեք, որ այսօր ես ու դու բացենք մեր սրտեր Տիրոջ առաջին եւ որ թույլ տանք, որ Տերը մուտք գործի մեր անձնական կյանքում, մեր ընտանիքների մեջ, Քրիստոսի եկեղեցու մեջ ամբողջությամբ, մեր ազգի ու երկրի մեջ, որ իրականացնի Աստվածային ամբողջական ծրագիրը մեր կյանքում։ Եվ տեսանք, որն էր Աստծո ծրագիրը այս 3 փուլերի մեջ։ Նա որպես թագավոր մուտք գործեց քաղաք, որպես քահանայապետ եւ որպես
տաճարի Աստվածը մուտք գործես տաճար եւ որպես մեր անձների հակավոր եւ որպես մեր անձերի Աստված եւ որպես մեր անձնական քահանայապետ հիմի ինքը կանգնած է սրբության սրբոցում հոր առաջին եւ գրված է ամեն ժամանակ մեզ է ներկայացնում հոր առաջ եւ ոչ միայն մեզ այլ մեր ամբողջ ընտանիքը Գերդաստանը, սերունդները, մեր ազգն ու երկիրը կարիք ունի, որ թույլ տա Քրիստոսի հաղթական մուտքն իրականանա։ Այո, մենք դարեր շարունակ բարձենում ենք, որ մենք քրիստոնյա ենք, բայց շատ ավելի լավ բարձանք կլինի, որ մենք ճանաչենք այն Աստծուն, որին պատկանում ենք մենք, ճանաչենք այն Աստծուն, որը իրագործեց իր փրկության ծրագիրը, որովհետև սա է Աստծո կամքը, որ ամբողջ մարդկությունը փրկվի եւ ամենքն էլ ճշմարտության գիտությանը գան։ Ինչ որ կերպով ես ու դու տեսանք ճշմարտությունը ավետարանի մեջ փաստացի շեշտադրված, բայց եկեք որ չբավարարվենք միայն սրանով, որ մենք տեսանք ու իմացանք, այլ ձգտենք, որ այս ամենը ինչ որ տեսանք ու իմացանք, կիրառենք մեր կյանքում, թույլ տանք, որ Հիսուսը դա անի։ Այստեղից Եվ ընդհանրապես, երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, միշտ ապի որ վերջանա այդ խոսքը եւ դու գնաս նորից քո կիսատ թողած գործերը շարունակես, այլ ձգտի որ դու հիմի, այստեղ եւ ընդհանրապես երբ որ կլսես, որտեղ կլսես Աստծո խոսքը, թույլ տուր որ այդ խոսքը գա քո կյանքի մեջ, իրականացնի այն, ինչ որ ինքը իրանով կա, որովհետեւ գրված է խոսքը լույս է։ Թող այդ խոսքը լուսավորի քեզ, խոսքը կյանք է, թող այդ խոսքը կյանք շնորհի քեզ, խոսքը դեղ ու բժշկություն է, թող այդ խոսքը բժշկի եւ ազատագրի քեզ, խոսքը զորություն է, թող այդ խոսքը զորացնի քեզ։ Հասկանում ես կյանքում կիրառել ինչ է նշանակում։ Ուրեմն կանք Տիրոջ առաջ եւ մեր սրտի գոհությունը հայտնենք ասելով ով Աստված շնորհակալ ենք քեզ որ դու մեզ ընտրեցիր աշխարհից դերսելություն առաջ եւ Քրիստոսով այս ամենը իրականություն դարձրեցիր մեր կյանքում